Ողջույն սիրելիներս, բարի կեսօր, մեզ մոտ կեսօր եմ, ճիշտ ասած առավոտյան ցրտոտ էր, գնացի շուկա, բազուկ կաղամբ է ուզում գնեիք, բազուկը գնեցի, կաղամբ չկար, սովորական փափուկ կաղամներից էր։ Ուզում եմ բորշ պատրաստել ու ամբողջ չնայած մեզ մոտ շաբաթ օրերը փոքր շուկա է լինում ու շուկայում չկար սովորական կաղամ, փափուկ աղցանի համար նախատեսված կաղամներից է։ Հիմա այստեղ ամենամոտ խանութը մեզ Կարիֆորն է եւ Ալդին է։ Գնամ երևի խանութներից ինչ-որ մեկում կլինի։ Գնամ միայն կաղամ բառնեմ, որ բորշ պատրաստեմ մեզ հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք, մեզ մոտ մռայլ, արևոտ, եղանակա, բայց առավոտյան լավ ցրտոտ էր, երբ որ գնացի շուկա, հիմա լավ շոկ է արդեն, նույնիսկ այսպես երկար թևով ախավոր շոկ է։ Հիմա գնամ Կարիֆոր, միասին գնանք, երևի մենակ կաղամբ եմ առել, տեսնեմ, եթե կողքից էլ ուղղակի ոտքով եմ, չեմ ուզում շատ երեկոյան մեկա գնալու ենք խանութ, այսօր շաբաթը, կիրակի է, գիտեք արդեն փակ է մեր մոտ խանութները, շաբաթ անպայման, եթե ուրբաթ չէ, շաբաթ անպայման գնում ենք խանութ, ավելի առաջին անհրաժեշտ ապրանքները գնելու համար։ Մեզ մոտ արդեն դրիվ աշուն է, տեսեք իս սիրուն է ծառերը արդեն ներկվում, գույնզգույն գույներով սիրուն է լինում ծառերը այս ժամանակ, կարմիր, դեղնավուն, նարնջագույն, բոլոր աշնանային երանգները կտեսնենք ծառերի վրա։ Հիմա այսպես ոտքով գնում եմ, մոտիկա շատ հեռու չի, այս կողմից որ դեպի մի քիչ նայենք երևում է արդեն, բավականին մոտ է։ Հիմա այստեղ անցում ենք զգուշացնենք, չնայած հաստատ իրենք կանգնում են։ Մի փոքր քայլելուց հետո արդեն հասա Կարիֆոր։ Տեսնեմ այստեղ երևի կաղամբ կլինի երևի, եթե չէ Ալդին կողքն է, կմտնեմ Ալդիում հաստատ կա։ Սկզբից մտնենք Կարիֆոր։ Չգիտեմ ինչ ծառա, բայց որ այս սրանք որ կանաչ է լինում, ոնց որ լոբի լինի կախված։ Ծառի անունը ճիշտ ասած չգիտեմ, հիմա չորացել է, որի ձև է, բայց կանաչ լոբո նման է։ Այդպես կախված, չգիտեմ, ինչա կոչվում ենք աննման է։ Արդեն ծառերը քիչ-քիչ թափվում են, տերևները դեղնում ու թափվում աշունը։ Այստեղ մուտքի մոտ արդեն նոր տարվան են պատրաստվում, նոր տարվա կինդերներն են բերեմ։ Իսկ այստեղ էլ հալոեն կոչված տոնին են պատրաստվում, անկեղծ ասած չգիտեմ էլ երբ է։ Նրանք մեզ հետաքրքիր բաժինը առաջինը, կաղամ։ Ահա, կարծես չկա։ Կա, այսը մի հատ կա։ Անկեղծ ասած դուրս եկա Կարիֆորից, որովհետև այդ մեկ կաղամն էր, այդ քոնե դուրս չեկավ, քանի որ շատ մոտիկ է Ալդին, որոշեցի գնալ Ալդի։ Թվում է Ալդիում ավելի շատ է լինելու, եթե չէ Կարիֆորի այդ մի հատը կա ու կար, հաստատ ոչ մեկ էս 5 րոպեվա ընթացքում չէր գնելու։ Հիմա ցույց տամ, թե ինչքան մոտիկ է Կարիֆորը, տեսեք իմ հետևում Կարիֆորն է, հեսա ցույց տամ, այսպես շուռ եմ գալուս Ալդինը։ Ճիշտ է, Ալդի խանութ հետքան է չենք սիրում, բայց բաներ կա, որ այստեղ ավելի շատ տեսականի կա։ Հիմա գնամ Ալդի, տեսնեմ ինչ կա այնտեղ, նոր, եթե չէ նորից եմ ասում կգամ Կարիֆորի հետ մի հատը կար։ Այս փոքր սայլակներից վերցնեմ, զամբյուղ չկա, ոնց որ Ալդիում։ Փոքր էսի փոքր է նրանց համեմատ։ Չեմ տեսնում, չնայած սերմերքի բաժինն է, հիմա տեսնեմ բանջարեղենը որտեղ է, ոնց որ այստեղ կա, բայց տեսա, այստեղ կա բավականին շատ է, լավ, ես հիմա ընտրեմ, նորից կմիանեմ,
ընտրեցի կաղամբը, համեմատած մի քիչ փոքր ընտրեցի, որ ավելի չնայած մենակ որշից բացի ուրիշ բանի համար պետք չէ լինելու, տանելն էլ հեշտ լինի։ Այստեղ էլ արդեն նոր տարվա բերում են արդեն քիչ-քիչ։ Տեսնենք էլ ինչ կա։ Այսքան հատվածը կոչվում է շուկայի նման էժանացած ապրանքներ են, ինչ-որ նման հատված է։ Եթե մի փոքր շատ ես ման գալիս, ինչ-որ հետաքրքիր բան գտնում ես։ Այստեղ էլի նորից հալոեն է, ամենուր հալոեն է։ Այս մասում ամեն ինչ գտնես, գինի, քարցախ, քաղցր, ամեն ինչ կա։ Բայց հաստատ չգիտեմ, ինչ-որ շատ էժանա, թե չէ արժեքից։ Թե միայն այսպես կարմիր գնապիտակ են դնում, արդեն սա նշանակում է, որ էժան է։ Ակցիա է։ Ստեղ գրված է, որ 15% զեղչան։ Չգիտեմ հաստատ, որովհետև գրած է 1.89 է եղել, 10% 1.69 է դարձել։ Իսկ այսպիսի ապրանքներ կա, հագուստ կա, կոշիկ կա, ասեք այն մյուս հատվածում շալվար կա։ Քանի այստեղ մեկ է երևի մի հատ պանիր առնենք, առնեմ այլ ամասում ծանր է տանելու համար, թե չէ շատ կառնեի։ Տեսեք նույնիսկ սապոկ կա։ Այսպիսի շորեր կա, արժեքն ինչքան է, 12 եվրո։ Ան մեջի երևի հագուստ է։ Սա լուսկայա 10 եվրո։ Մեջը մի հատ է, թե երկու հատ է։ Չգիտեմ, մի հատ է, թե երկու հատ է։ Երկուսը 10 եվրո։ Այստեղ բաժակ կա, ամեն ինչ կգտնես։ Նույնիսկ շորերը կախելու համար հարմարանք կա և բարձ։ Կաթսաներ կան, տապակ, ծիֆայլա տապակ, ասնեմ եթե լավն է մի հատ կգնեմ, փոքրը պետք է մեզ, սա են կողմից նայինք, արժակ ջուրա, շատ փոքր է 25 եվրո, շատ փոքր է, չէ 28 սանտիմն է 25 եվրո, 24-ը, սրանք կաթսաներ են արդեն 22 եվրո, 32 եվրո, 20 սանտիմը 20 եվրո։ Անկեղծ ասած չեմ կարողանում տարբերել գները, բայց այս չափը երևի կվերցնեմ, այս չափը չունեմ տապակի։ Այստեղ այսպիսի կաթսա էլ կա, բավականին լավն է, բայց ես արդեն շատ ունեմ ամեն ինչ, արդեն տեղ չունեմ դնելու, բայց սա կվերցնեմ, մի հատ դրամարկղում կհարցնեմ ինչ արժե, երևի այս երևույթին կվերցնեմ սա, էլի չնախատեսված գնումներ եղավ, պանիրը չեմ կարողանում գտնել, որտեղ սա պանիրների բաժինը, հիմա գտնեմ պանիրը, որտեղ որ գնում ենք։ Այս պանիրն է շատ դուրս գալիս, բայց սա քաղցր համով է, անանասու նուշա, սրա լինում է սաղմոնի համով, դուքան համով է լինում, չգիտեմ ինձ է դա դուր գալիս ու չկա ես քանի անգամ արդեն, սա
բանից վերցնեմ, սա մի տեսակ հայկականին նման է, սա վերցնեմ ու վերջ, արդեն ծանր կլինի բավականին, փոքր շրջեմ ու գնանք, միևնույն է երեկոյան գնալի ենք խանութ, այստեղ էլ արդեն տարբեր տեսակի խամո, երշիկ, բան հետաքրքրեց, բայց ես անկեղծ չեմ հասկանում, սա ինչ-որ խոհանոցի է, մեր խոհանոցի, չէ, չգիտեմ, լավ ես երեկոյան անպայման ամուսիս հետ գնայինք, ես չեմ հասկանում ինչա, մեզ մի հատ ասպես ծորակա պետք խոհանոցի համար, մի խոսքով ինչ ուզեք, ամեն ինչ կարող եք այստեղ գտնել, նույնիսկ ես ինչա, մազերի հարդարիչ, այսպիսի խառախոռը ապրանքներ, այս ինչ, հետաքրքիր, անկեղծ չհասկացա, այս ինչի համար էր, կարել է այստեղ նայել, Ariel. Այս կանը 10 եվրո. Գիտեմ. Աշոտ է ոչ. Արդեն ծանր կլինի շոտ. Սա էլ մերսի նոր համնա. Ճիշտ ասած գնել ենք, բայց որ ասեմ շոտ դուր է եկել, թե չէ մի անգամ փորձել եմ մերսի նոր համ, նոր տեսակը. Խոսքով ամեն ինչ կա, գնամ տուն, որպեսզի պատրաստեմ բոշը շատ ուշ չլինի։ Այս վոֆլիներն են շատ համեղ։ Շատ համեղ են։ Իրենց սրանից կվերցնեմ ու վերջ։ Ախ, որ ծանր լինի։ Դրս եկա խանութից գնում եմ տուն, ճիշտ ասած, այդքան էլ բան չեմ գնել, բայց արդեն ծանր է, երևի առանձին ապրանքները ինքը արդեն ծանր էին, մեկ աղամբը ծանր է, այնտեղ տապակ եմ գնել, խոսքով գնացի տուն, հա, պանիր, հիմա նույն ձևով ոնց եկել եմ, նույն ճանապարհով գնում եմ տուն, որպեսզի արագ-արագ բորս պատրաստեմ, ճաշ ունենանք այսօր։ Խանութում բավականին շատ դիմակով մարդիկ կային, չնայած էլեկտրանսպորտ եմ նստել, քանի օրվա ժամանակից չէի նստել, բոլորը հազում էին, փռշտում էին, նորից ոնց որ բոլորը հիվանդ են։ Մի խոսքով դիմակով շատ մարդիկ կային, հետաքրքիր, զարմանալի էր։ Հիմա այս տունը ես ցույց տամ ու տարօրինակ ինչ-որ մի բան պատմեմ։ Այս տանտերը, անկեղծ ասած, գարնանը, ցանում է, վարում է, սմբուկա, լոլիկա, ցանում, պղպեղ, հիմա էլ կար պղպեղներ վրան, գալիս է, որ պետք է արդեն պետք է հավաքի ժամանակը, ոչ մի բան չի հավաքում, ու այդպես վրան մնում է։ Անկեղծ ասած, շատ տարօրինակ է, եթե չես հավաքելու, ինչի ես, երև ես առաջին տարիներ, որ լիմոնը հավաքել է, լիմոնը այդպես ծառի վրա մնում է, միջև, չգիտեմ, այդպես է երևի չորանում է, նոր լիմոնները դուրս է գալիս, դեռ հինը ծառի վրա է, չես հավաքելու, ինչ ես զոր տեղը տանջվում, բայց շատ ջանասիրաբար, գարունը վարում, ցանում, աշխատանքներ է կատարում, բայց չի հավաքում, հետաքրքիր է, հիմա էլ պղպեղները այդպես վրաներ, հարմանալի է, էլի սկսվեց քամին ու գալիս է աշտապօգնությունը, ասում համարայք է, որ այստեղ կանգնեց, այստեղ մարդ կա պարկած, այք ես վան, երևի կատա, ուրեմն անցորդներից կանչել են, չի վերկենում, մեքենա աշտապօգնություն են կանչել, ուրեմն անցորդներից
Ոչինչ էլ չէր պատահել այդ մարդուն, ուղղակի քնած էր, երևի խմած էր կամ չգիտեմ, ուղղակի քնել էր, շտապօգնություն էին կանչել, հիմա այդ կեղծ անցնում եմ այդ աղջիկն ասում է դուք եք կանչել, ասում եմ չէ, ասում է ինչի են կանչել, ասում չգիտեմ, ուղղակի քնած էր, ոչ մի բան չէր պատահել, ամեն ինչ նորմալ էր։ Մի խոսքով ես էլ համարյա արդեն հասա, գնամ իմ Porsche սարքեմ, հետո նորից անպայման կմիանամ սիրելիներս ձեզ։ Ահա ժողովուրդ ջան, ես տուն եմ արդեն հասել, հեսա տապակը դեղ էլ ցույց տվեցի, լավն է, բավականին ձվածեղի համար լավ է։ Սա եմ գնել, տեսակ արդեն շատ քիչ գնումներ, քանի որ ոտքով էի գալիս, պանիր, այս պատմական կաղամբը եւ այս վաֆլին։ Այստեղ էլ արդեն միսը դրել եմ եւ ֆումա, հիմա ամենակդժվար գործը կատարեմ, կաղամբ կտրատել, քերիչով անցկացնել բազուկ գազար ու պատրաստել։ Սիրելիներս նորից կհանդիպենք։ Այստեղ կաղամբն էի կտրատում ու ուզեցա ցույց տամ, չգիտեմ ձեզ մոտ էլ է այդպես թե չէ։ Ճիշտ է, բորշին պետքա մի քիչ պինդ գլուխ կաղամբ, բայց այս ճանչոր, չգիտեմ այսպես կերևա թե չէ, մի կերպ եմ կիսել, մեջտեղից էլ չեմ կարողացել կիսեմ։ Ահա որ չոր կաղամբ։ Ես այստեղ կաղամբները հիմնականում այս տեսակին չոր են, միայն նոյեմբերի վերջ, դեկտեմբեր պատահում է մի փոքր թեթև գլուխներ, տափակ գլուխ որ լինում է, պատահում է վատը չի լինում, լավն է լինում։ Հիմա այս է ուզում ցույց տայի, տեսեք, չգիտեմ երևում կերևա թե չէ տեսքից, բայց ահա որ չոր է։ Մի կերպ մեջտեղից չեմ կարողացել կիսեմ, դանակով կիսել եմ մի կերպ։ Մի խոսքով իմ գործը շարունակեմ, ես ուզում ձեզ ցույց տայի ու շարունակեմ իմ գործը։ Այստեղ էլ այս գեղեցկությանը ցույց տամ, տեսեք ինչ սիրուն է բացվել, ժամ ավելի բացվեց, առավոտյան sense բացված չէր։ Մի 2 ժամ հետո մի փոքր բացվեց, ժամ բացվեց ծաղիկը։ Այստեղ կոկոններ էլ կան, ճիշտ ասած հույս չունեի, որ սա բացվելու է, որովհետև եղանակները մի փոքր ցրտել է, մտածում էի, որ դժվար թե բացվի, բայց շատ սիրուն է ու շատ եմ սիրում այս ծաղիկը, չինական վարդ։ Կա ծաղիկ, որ դեռ ուրախացնում է, բացվում է։ Ժողովուրդ ջան, այստեղ արդեն պատրաստ է բորշը, պատմական կաղամբով բորշը։ Ահա, տեսեք ինչքան կարմիր է ստացվել, սա ցույց տամ, երևի կամերան փոխանցում է, իրականում ավելի կարմիր է, քան կամերայով, բայց այսպես էլ է երևում, որ կարմիր բորշ է ստացվել։ Ահա, ով էս պահին ճաշում է, բոլորին բարի ախորժակ սիրելիներս։